Տիգրանի ողբերգական սպանությունից հետո նրա մայրը որոշել է լքել Ծափաթաղ համայնքը և տեղափոխվել հորական տուն, այս մասին գրել է Lurեր.com-ը: Ակնհայտ է, որ կնոջ որոշումը պայմանավորված է ինչպես հուզական ծանր վիճակով, այնպես էլ տեղի համայնքում ձևավորված վերաբերմունքով: Դեպքից հետո գյուղում տարածվել են մեղադրանքներ ու կասկածներ մոր հասցեին, թեև այս պահին իրավապահ մարմինների կողմից նրա մեղավորության մասին որևէ պաշտոնական տվյալ չկա: Մայրը գտնվում է ցնցման ու ուժեղ հոգեբանական ճնշման տակ: Մամուլի տվյալներով նա համագործակցում է սոցիալական ծառայությունների հետ, երեխաները տեղափոխվել են ապահով միջավայր Հով և նրանց հետ աշխատելու են մասնագետներ: Կնոջ հեռանալը համայնքից առաջին հերթին փոխվում է որպես ինքնապաշտպանական քայլ խուսափելու հանրային ճնշումից ու մեղադրանքներից: Նույն ժամանակ դա չի նշանակում, որ իրավապահները դադարեցնում են քննությունը: Բոլոր հանգամանքները, ներառյալ ընտանիքի ներսում հնարավոր նախանշանները կամ ռիսկային իրավիճակները, դեռ պետք է պարզեն համապատասխան մարմինները: Այս պահին կարևոր է ընդգծել, որ ցանկացած ենթադրություն մոր մեղավորության մասին մնում է ընդամենը ենթադրություն, քանի դեռ չկա քննության եզրակացությունը: Հասարակական մեղադրանքն ու պիտակավորումը չեն կարող փոխարինել իրավական գործընթացին և կարող են խորացնել արդեն իսկ ծանր հոգեբանական վիճակում գտնվող ընտանիքի անդամների վիճակը: Տիգրանի մահվան դեպքից հետո ընտանիքի մյուս երեխաները տեղափոխվել են, ինչպես արդեն նշեցինք, Հով: Նրանց առողջական և հոգեբանական վիճակը ներկայումս գտնվում է մասնագետների ուշադրության կենտրոնի: Ըստ տրամադրված տեղեկությունների, երեխաներից մեկն ունի զարգացման առանձնահատկություն և չի խոսում: Նախկինում նրա հետ պարբերական նպատակային աշխատանք չի իրականացվել, ինչի մասին նշել են նաև պատասխանատու ծառայությունները: Հիմա երեխան կստանա խոսքի զարգացում, հոգեբանական աջակցություն և վիճակի գնահատում: Մյուս երեխաները նույնպես ենթարկվում են հոգեբանական գնահատման: Դեպքը նրանց համար հանդիսացել է ուժեղ սթրեսային իրավիճակ և մասնագետները նախատեսում են վերականգնողական երկարատև աշխատանք: Ընտանիքում չի արձանագրվել սննդային կամ առօրյայի աղբյուրի բացասական վիճակ: Մարզային ծառայությունների խոսքերով, երեխաները միշտ գնացել են դպրոց, մանկապարտեզ, մաքուր, խնամված և սնված: Չնայած դրան, միջավայրում առկա է եղել ընդհանուր հոգեբանական լարվածություն, հիվանդ ծնողի ազդեցություն և սոցիալական անկայունություն, որոնք համարվում են ռիսկային պայմաններ մանկական զարգացման և անվտանգության տեսանկյունից: Մասնագետների գնահատմամբ, երեխաներին ժամանակավորապես ընտանիքից հեռացնելը անհրաժեշտ էր նրանց անվտանգության ապահովման, հոգեկան առողջության գնահատման և ճիշտ աջակցություն կազմակերպելու համար: Այս փուլում առաջնային է երեխաների հոգեկան կայունությունը, մթնոլորտային անվտանգությունը և նախնական տրավմայի մշակումը: Վերականգնողական աշխատանքը մոտակա ամիսներին կլինի շարունակական, ինչից հետո որոշում կկայացվի երեխաների երկարաժամկետ խնամքի ձևի վերաբերյալ: Ծափաթաղում Տիգրանը մնաց մենակ: Ըստ տեղեկությունների, շրջապատում այլ մարդիկ չկային: Այնտեղ է նաև իհարկե նրա հորաքրոջ ընտանիքը, բայց նրանք կմնան, կհեռանան գյուղից դեռ պարզ չէ: Ծափաթաղում երկար ժամանակ հանգիստ չի լինի: Գյուղը կանգնած է իրադարձության ծանր ճնշման տակ և տեղի բնակիչների կյանքում առաջիկա փուլում գերակշռելու է լարվածություն, կասկածներ և ներքին անհանգստություն: Մարդիկ դեռ երկար կփորձեն հասկանալ տեղի ունեցածը, գնահատել, թե ինչն էր հնարավոր կանխել, որտեղ էին բաց թողնված ազդանշանները և ինչպես կարելի էր այլ կերպ արձագանքել: Սոցիալական կապերը որոշ ժամանակով կդժվարանան: Հարևանները, ծանոթները և համայնքի մյուս անդամները ստիպված են լինելու նորից ձևավորել վստահություն, վերականգնել փոխհարաբերությունների բնական ընթացքը: Այս դեպքը պայմաններ է ստեղծել, որ համայնքում ավելի զգայուն վերաբերվեն երեխաների անվտանգության, հոգեբանական վիճակի, ընտանիքներում առկա խնդիրների մասին տեղեկություններին: Միաժամանակ այն կարող է առաջացնել վախ և զգուշավորություն տարբեր դրդապատճառներով: Ծանր վիճակը երկար կզգացվի դպրոցում, փողոցում, հարևանությամբ և նույնիսկ առօրյա շփումներում:
Հետագայում, երբ իրավական գործընթացներն ավարտվեն և նոր իրականությունը դառնա ընդունված փաստ, համայնքը պետք է անցնի վերականգնման փուլ, որտեղ կարևորվելու է աջակցությունը, համագործակցությունը և խնդիրների կանխարգելման մասին բաց խոսելու պատրաստակամությունը: Բայց մինչև այդ խաղաղություն գյուղում հաստատ չի լինի: Մարդիկ տեսել են մի փաստ, որը երբեք չի մոռացվի արագ, և դրա ազդեցությունը երկար ժամանակ կմնա համայնքի կյանքի վրա: Ինչու տեղի ունեցավ այս դեպքը: Այսպիսի դեպքերը սովորաբար ունենում են բազմաշերտ պատճառներ և հազվադեպ են լինում հանգամանքի հետևանք: Կարելի է առանձնացնել մի քանի հիմնական գործոն: Ընտանիքում չլուծված խնդիրներ, կուտակված կոնֆլիկտներ, աղմկոտ բաժանում կամ հարաբերությունների խորը ճգնաժամ, հուզական լարված միջավայր: Այսպիսի իրավիճակներում մարդիկ հաճախ կորցնում են պատշաճ որոշումներ կայացնելու կարողությունը: Հնարավոր է նաև հայրը գտնվել է դեպրեսիայի կամ ծանր սթրեսի մեջ: Հոգեկան խանգարումների հավանականությունն էլ քիչ չէ պաթոլոգիկ հուզական վիճակ: Իհարկե, մարդիկ չեն հավատում, որ հայրը կարող էր հոգեկան անհավասարակշիռ վիճակում լինել, քանի որ նրա գործողությունները բոլորովին այլ բանի մասին են վկայում: Հոգեկան անհավասարակշիռ վիճակում մարդը 6 օր շարունակ չէր կարող երեխային տեղից տեղ տեղափոխել ու ոչ ոք այդ մասին նույնիսկ չգուշակեր: Կինը արդյոք տեղյակ չի եղել, չի զգացել ամուսնու մոտ փոփոխություններ կամ տարօրինակ պահվածք: Այս ամենը կասկածներ է առաջացնում հանրության մեջ: Այս դեպքը չի կարող բացատրվել միայն մեկ մեղավորով կամ մեկ պատճառով: Դա համադրություն է ընտանեկան ծանր միջավայրի, հոգեբանական անկայունության, սոցիալական անտեսման և թերացած կանխարգելիչ մեխանիզմների: Որպես հասարակություն, նման ողբերգությունները կանխելու համար անհրաժեշտ է ուշադրություն դարձնել վտանգի ազդանշաններին, ընտանիքի բռնությունը չդարձնել միայն ընտանիքինը, խրախուսել օգնության խնդրումը և միջամտությունը վտանգի դեպքում: Իհարկե, նաև հոգեբաններ պետք է աշխատեն այս երեխաների հետ, հատկապես երեխաներից մեկի հետ, ով ներկա է եղել այդ ամբողջ ընթացքին: Ինչպես է երեխան, ինչ վիճակում է և ինչ հետևանքներ կարող է ունենալ նրա ողջ կյանքի վրա, կգնահատեն մասնագետները: